Հեղնար Հելեն Ավագյան Դատարկ աթոռն իմ հայրիկի Մեծ ու համերաշխ ընտանիք էինք, տունը հյուրընկալ էր, դռները միշտ բաց, 3 եղբայր ու 2 քույր էինք, անհոգ էր կյանքը մի հեքիաթ դարձած, ընտանիքը մեր զոտավանդական, պատվարժան մարդ էր հայրիկն իմ բարի, շատ էին հարգում ազգ ու բարեկամ, խորհրդատուն էր իր ընկերների, 3 եղբայր ու 2 քույր էինք, հայրս շատ էր բոլորիս սիրում, հետո 3-ով միայն մնացինք, մի եղբայր, 2 քույրիկ սիրասուն, մեր ծնողներին շատ էինք սիրում, նրանք մեզ առատ գուրգուրանք տվին, երգ ու նվագ էր մեր տաք օջախում, երբ հայրս ձեռքն իր մեկնում էր թառին, երբ աշխատանքից նա տուն էր դառնում, պատրաստ էր լինում սեղանը հացի, ուտելուց հետո իր թառը առնում, նվագում էր հին երգեր հայեցի, սեղանի վերին մասում իր տեղն էր, որտեղ աթոռն էր իր անփոփոխ տեղում, այդ հին աթոռն է իմ հուշերում դեռ, որ մի օր դատարկ մնաց անկյունում, սիրտս դառնացավ, հոգիս դատարկվեց, հիմա հիշում եմ անհակ կարոտով, մայրս անկյունում աթոռն այդ դրեց, ես շոյում էի իմ տաք մատներով, հիմա նայում եմ հորս նկարին, որի տակ դատարկ աթոռն է դրված, երանի մեր այն սիրուն օրերին, երբ այդ աթոռին հայրս էր նստած, և մինչև հիմա իմ հոգու խորքում հորս այդ դատարկ աթոռն եմ շոյում։